Հարյուրավոր դպրոցներում տնօրենի թափուր պաշտոնները կլրացվեն նոր կադրերով։ Այսուհետև կառավարման փորձ ունեցող յուրաքանչյուրը կարող է ստանալ ուսհաստատությունների տնօրենի հավաստագիր ու նշանակվել տնօրեն։ Այն ստանալու համար կարող են դիմել նաև նրանք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կառավարման ոլորտի առնվազն 5 ու կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ։ Վստահ ենք, որ այս փոփոխությունը հնարավորություն է տալու նոր կադրեր ուսումնական հաստատությունների ղեկավարման գործընթացում ընդգրկելու համար։ Դպրոցներում կառավարման ճգնաժամը ի հայտ եկավ, երբ նախարարությունը տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուներից պահանջեց դպրոցի զարգացման հնգամյա ծրագիր, որը հաղթահարել մեծամասամբ չկարողացան։ Կրթության փորձագետն ասում է, նախարարությունը հետ քայլ է անում, փորձում այսպիսով շտկել իր բաց թողումները, բայց առջևում նոր ոդիսականն է հավաստագրերի տեսքով։ Քննություն է տալիս, նախարարությունը քննության արդյունքում գնահատման դեպքերում է քննությունը իրականացնում, որի արդյունքը համապատասխան միավորներ բարեր հավաքելու դեպքում դուք ստանալու սերտիֆիկատ, դա վճարովի ծառայությունը նաև 80,000-ի կարգի գումար են վճարում, որպեսզի սովորեն մասնակցեն քննությանը, ստանան սերտիֆիկատ, նոր մասնակցեն տնօրենի թափուր դերի համար հայտարարած սերտիֆիկատների։ Իսկ թե ինչով չէին բավարարում նախկին տնօրենները կրթական գերատեսչության պահանջներին, պարզ չէ։ Փոխարենը նոր թեկնածուները սրտի թրթիռով փորձում էին հաղթահարել զարգացման ծրագրի մրցույթը, բայց ավաղ ձախողում ու տապալում էին, ընդ որում մեծ մասը մի քանի անգամ։ Ու այդպես Հայաստանի շուրջ 300 դպրոց մինչ օրս տնօրեն չունի։ Այստեղ պետք է ոչ թե նայել կրթության ոլորտից մարդը շատ բան հասկանում է թե չէ, այլ նայել ով է իրան նշանակում եւ ով է իրան գործից հանում։ Այսինքն եթե որոշ ժամանակ հետո ենթադրենք պարզ դարձավ, որ ինքը գործից բան չի հասկանում, ինչպես է վերահսկվելու դա եւ ինչպես է ինքը հեռացվելու աշխատանքից։ Կազմակերպչական ու կառավարչական հմտությունները այստեղ միանշանակ պետք են, ասում է փորձագետը։ Նկատում ամենևին էլ պարտադիր չէ լինել կրթական ոլորտի մասնագետ։ Կառավարումը ուրիշ ոլորտ է, ուրիշ արվեստ է։ Այդ իմաստով ես կարծում եմ դա ճիշտ է մեկը մյուսով չպայմանավորելը։ Հարցը ինչպես ենք նշանակումը կատարում, որպեսզի այդ նշանակումը չլինի, ենթադրենք կոռուպցիոն, քաղաքական եւ այլն այլ պատճառներից ելնող։ Այսինքն ով է այն օղակովայնացյանը, որ իրավասու է տնօրեն նշանակել եւ տնօրեն հեռացնել։ Տարակարծիք են փորձագետները դպրոցի տնօրենի ընտրության հարցում։ Այդուհանդերձ համաձայնում են, որ կրթական ոլորտը այսօր ամենախոցելիներից է։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։